Հալելույա։ Փառք Ամեն։ Գիտես, երբ որ կինը հղիանում է, նախորոք հիմա դե մոդա է, նախորոք արդեն գիտեն ով է ծնվելու, հա, աղջիկա, տղա է, հա, նախորոք արդեն գիտեն, երբ որ կինը երեխա է սպասում, նախորոք արդեն գիտեն, եւ երեխայի համապատասխան սերի փոքր շորեր են առնում։ Չէ՞։ Ասենք տեսել ես այդպես մի հատ դրվակ, որ հանկարծ երեխա է սպասում կինը, բայց գնում է, ասենք գիտի որ ասենք երեխան դառնալու է 19 տարեկան, հետո 30 տարեկան, երևի մտածում է ինչ քաշի է, եթե տղա է, մտածում է ինչ քաշի տղամարդ ալնելու, չէ՞, ոտը ինչ կոշիկ է ալնելու, մոտ 43 համար, չէ՞, 42 Նո ասենք եթե այդպես մի կին կա, որը այդպես մի բան արի, երևի մենք նորմալ չհամարենք, չէ՞, որ ինքը գնա, ասենք պատկերացնի, որ իր երեխան լինելու է այդ տարիքի ու գնա համապատասխան շորեր առնի։ Գիտես դա ծիծաղալու կլներ։ Նույն ձևի եկեղեցին այն ինչ որ Աստված ունի այսօր, դա փոխելու է։ Որովհետև երբ որ երեխան ծնվում է, համապատասխան շորեր ունեն, եւ հետո հասունության պահին շորերը անընդհատ փոխվում է ըստ իր աճի։ Ամեն։ Ձեր ծառայությունները դեպ հոգևոր ազդեցությունը փոխվելու է, սենց չի մնալու։ Ամեն։ Հալելույա։ Կողքինիդ ասես չես մնալու։ Ամեն, դա փոխվելու է, որովհետև նույն ձևի շատ տարօրինակ կլներ, եթե դու տեսներ մի 20 տարեկան երիտասարդի սոսկան բերանը, այն չեփչիկով, հա, մի հատ sense գլխակ հակած, չէ, sense ռետուզով, հա, երևի շատ ծիծաղալու կլներ, կմտածենք երևի աննորմալ է։ Չէ, որովհետև նույն ձևի եկեղեցին ինքը չի կարա փոքր բաներ հագնի։ Ամեն չի կարա փոքր բաներ հագնի։ Դու հագնում ես համապատասխան։ Մենք սիրում ենք իհարկե, երբ որ մենք հագնում ենք, սիրում ենք ինչ-որ բանա, որ գրված լինում, չէ, ասենք եթե այստեղ մի հատ ձիավորա նկարած, ուրեմն թանկ բան է հագե, եթե մեկը էշի վրա է նկարված, այդքան էլ չէ։ Չէ, ուրեմն ես այսօր խոսելու եմ արթնության վերաբերյալ, այսինքն իմ թեման, որը կոչվում է, որ մեր սրտում կա, այսօր խոսելու, դա կոչվում է արթնությունը տարիք չի ճանաչում։ Ամեն։ Արթնությունը տարիք չի ճանաչում։ Ես հիմա տարբեր տարիքներ եմ հարցնելու, մտածում եմ դու ինչ ճիշտ կպատասխանես։ Սկսենք, եթե մենք տեսնում ենք, որ արթնությունը, Իսրայելի արթնությունը եկավ Դավիթից։ Մի վճռական պահ էր, չէ, որոշվում էր ամբողջ ազգի պատմությունը, թե ինչ է լինելու այդ ազգի հետ, այդ ազգը լինելու է ազատության մեջ, թե գերության մեջ, հանկարծ դուրս է գալի մի պատանի, տարիքը որոշենք, եկեք որոշենք 15 տարեկան։ Մի պատանի դուրս եկավ, հսկայական Գողիաթին հաղթեց։ Քանիսն են այստեղ 15 տարեկան։ Չկա, 20։ Քանիսն են այստեղ 25 տարեկան։ Հալելույա, քանիսն են 30։ Քանիսն են 40։ Նու տենց 40-ի շրջանում։ Պարկասու, քանիսն են 50։ Քանիսն են 60։ Իսկ քանիսն են 70։ Քանիսն են 80։ Չկա 80։ Okay։ Բոլորի տարիք իմացան։ Չեմ խոստանում, որ ամեն մեկի ծնունդին կգամ։ Ուրեմն, արթնությունը տարիք չի հարցնում։ Ամեն։ Արթնությունը տարիք չի հարցնում։ Որովհետև կա ժամանակ, կա 3 ժամանակ։ Եվ ուզում եմ ասեմ այդ 3 ժամանակի համար, կա ժամանակ, երբ որ մենք ասում ենք, դե շատ փոքր ենք։ Չէ՞։ Դա իմ համար չի։ Կա ժամանակ, որ կա մի տարիք, որ ասում ենք շատ զբաղված ենք։ Կա մի ժամանակ, որ ասում ենք դե իմ ինչ տարիքն է։ Չէ՞։ Դե ժամանակս անցել է արդեն։ Ամեն։ Արթնությունը տարիք չի հարցնում։
Հայտնության 3-րդ գլխի 20-րդ խոսքում ասում է. ես կանգնած թակում եմ քո սրտի դուռը, եթե դու բացես, ես ներս կմտնեմ։ Չի ասում քանի տարեկանա, քանի տարվա տունա։ Այդ սիրտը ինչ տարիք ունի, չէ՞։ Ասում է ես կանգնած թակում եմ այդ սրտի դուռը, եթե դու բացես, ես ներս կմտնեմ։ Շատ անգամ մենք չենք ուզում, որ այդ սրտի մեջ Քրիստոսը գա։ Գիտես ինչի, որովհետև պատկերացնում ես, երբ որ առավոտ շուտ արթնացել ես, ժամը 8-ի մոտերը, երբ որ դու արթնան, մարդիկ շուտ են արթնանում, երբ որ դու արթնացել ես առավոտ շուտ ու հանկարծ քո տունը հյուր է գալի, դու խառնվում ես իրար, չէ՞, որովհետև ամեն բան տեղում չի։ Ամեն բան դասավորված չի։ Երբ որ առավոտյան Հիսուսը թակում է մեր սրտի դուռը, մենք ասում ենք, սպասի, շատ խառը ժամանակ ես եկել։ Սպասի, չէ՞։ Երբ որ մենք մեր սրտում շատ անկարգ իրավիճակներ ունենք, շատ խառնված իրավիճակներ ունենք, մենք չենք ուզում հյուր ընդունել։ Որովհետև հյուրը մեր մասին ինչ կմտածի։ Գիտես հայերի ու եվրոպացիների տարբերությունը որն է, շատ մի մտքի մեջ կասեմ։ Հայերը մտածում են, որ իմ մասին ինչ կմտածեն։ Եվրոպացին երբեք չի մտածում իր մասին, ով ինչ կմտածի, դա քո խնդիրն է։ Հա? Ուրեմն մենք միշտ մտածում ենք 3 քայլ առաջ, չէ՞, մի քանի քայլ առաջ։ Եթե այս բանը ասեց, ինչ նկատի ուներ, չէ՞։ Մենք որ խոսում ենք այնտեղ, ինչ ուզում ենք ասենք, դա էլ ասում ենք։ Ոչ մի բան նկատի չունենք։ Սևեր ասենք սևա, սպիտակա ասենք սպիտակա։ Ուրեմն երբ որ մենք պատրաստ չենք մեր դուռը բացելու, սիրելիս, այնքան կարևոր է, որ մենք պատրաստ լինենք մեր սրտի դուռը բացելու ամեն իրավիճակի մեջ, ամեն ժամանակ, ամեն տարիքում։ Ամեն։ Ես կանգնած եւ թակում եմ քո սրտի դուռը։ Միգուցե դու 10 տարեկան ես, միգուցե դու 5 տարեկան ես, Տերը թակում է քո սրտի դուռը, Սամուելը փուչուր երեխա էր եւ նա Աստծո տապանակի մոտ էր քնում։ Նա քնում էր այնտեղը, երբ որ քահանան կերազեր տարին մեկ անգամ մտներ ու դուրս գար։ Բայց ինքը Աստծո ներկայության մեջ էր մեծանում։ Ամեն, հալելույա։ Եթե մենք մեծանում ենք Աստծո ներկայության մեջ, մենք ուրիշ դրսևորում ենք ունենալու։ Հալելույա, մենք տեսիլք ենք ունենալու։ Մենք հավատալու ենք, որ այս եկեղեցին, որպես միսիոներական եկեղեցի, նա շատ հեռու տեղեր է գնալու։ Ամեն։ Այս եկեղեցին կդառնա գլոբուսի պես։ Քո սիրտը չի լինի Գյումրին կամ այս շրջկենտրոնը, կարող է շատ մինչև Մարալիկ հասնես։ Չէ՞։ Ոչ թե այս քո սիրտը կդառնա ընդամենը այս ռայոնը, քո սիրտը սիրելի հովիվ եւ սիրելի եկեղեցի կդառնա գլոբուսի պես։ Ամեն, հալելույա։ Փառք Տիրոջը։ Ես ունեմ եւս 3 րոպե ժամանակ։ Ես հասցնում եմ։ Ամեն։ Եսայա 60-ի առաջի խոսքն ասում է. «Վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ եկել է լույսը եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա»։ Քանիստ են հավատում, որ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Դու հավատում ես? Թե մենք ավելի շատ հավատում ենք, որ Տիրոջ փառքը չէ, իմ վրա չէ։ Կողքինից վրա։ Հա, այս զույգերը շատ լավն են։ Եղբայրն էլ ոչինչ։ Թող Տիրոջ փառքը յանց վրա ծագի։ Okay? Թող Տիրոջ փառքը ծագի յանց վրա, չէ։ Գիտես, սատանան սուտ ունի եւ նրա ստերից մեկը ժամանակը չի։ Քո։ Ամեն։ Երկրորդ սուտը մի քիչ հայերի մեջ, մեր ժողովրդի մեջ տարածված է։ Այ մարդ, քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գայես։ Հա, լսել եք։ Ինձանից Պողոս Պետրոս պետք էլ չի որ դուրս գա։ Ես չեմ ուզում ոչ Պողոսը լինեմ, ոչ էլ Պետրոսը լինեմ։ Ես ուզում եմ լինեմ այն, որը Տերը նախասահմանել է։ Ամեն։ Միգուցե Պողոսից ու Պետրոսից ավելին լինենք։ Հալելույա։ Ամեն։
Դրա համար դու որպես միսիոներական եկեղեցի վեր կաց եւ լուսավորվի։ Գիտես, երբ որ Տիրոջ փառքը գալիս է մեզ վրա, դա շարժում է քեզ։ Դա շարժում է։ Դու ասում ես դա իմն է։ Ոչ թե դու ասում ես դա ինչ որ մեկինն է։ Ամեն։ Հալելույա։ Ես մի գյումրեցի օգնական ունեմ, մի քուրիկ ունենք, որը մի քանի տարի առաջ ամուսնացրեցինք։ Գիտես նա երբ որ առաջի անգամ եկավ մեր մոտ ծառայության, եկավ ու մտավ սրտիս մեջ, ոնց որ 100 տարի ճանաչեի, ու շատ կարճ ժամանակում դարձա մեր ծառայության օգնականներից մեկը։ Գիտես, երբ որ մարդը ինքը կրակ ունի, երբ որ Տիրոջ փառքը ծագում է քեզ վրա, դու կրակ ունես։ Դու տեսել ես վառվող մարդու։ Ամեն։ Մարդիկ, որոնք կրակ ունեն, իրանք տարօրինակ են։ Գիտես, կրակ ունեցող մարդը ինքը գոռում է։ Եթե մի վառվող մարդու պատկերացնես, ինչ անում, գոռում է։ Չէ, որովհետև կրակ ունի իր մեջ։ Ամեն։ Տիրոջ լույսը, դա այս էլեկտրական լույսը չի։ Դա կրակ է։ Դա վառում է քեզ։ Ամեն բանը սկսում է փոխվել, եւ դու քո իրականության մեջ չես կարա հարմարվես։ Ամեն։ Հալելույա։ Եվ մարդիկ իրենց տարօրինակ են պահում, որտեղ կրակ ունեն, ոչ օրենքին են նայում, ոչ դժվարության են նայում, ոչ ինչ-որ նեղություններին են նայում, ոչ հալածանքին են նայում։ Մենք երիտասարդներ ունենք, որոնք գալիս են եկեղեցի եւ ամեն անգամ եկեղեցու գալուց առաջ կամ տուն գնալուց հետո մի փորձիցեց են ուտում։ Որովհետև տնեցիկ դեմ է։ Բայց ես չեմ որ կանչել եմ իրանց եկեղեցի։ Ես չեմ որ ուզում եմ իրանք եկեղեցի գան։ Այլ Տիրոջ հոգին հպել այդ մարդկանց։ Երբ որ Տիրոջ հոգին հպվում է քեզ, ամեն բան սկսում է շուռ գալ քո շուրջը, ամեն բան սկսում է վառվել։ Ամեն։ Դու չես ասում, օ, գնամ, չգնամ, մի քիչ շատ խոսացես եղբայրը, 5 րոպեն անցա, վերջի տեղն եմ ուզում ասեմ։ Չգիտեմ ժամանակը ինչի է թռնում, սենց։ Վերջի տեղը, որ ուզում եմ անդրադառնամ, դա մարգարեական է, ու ես ուզում եմ հռչակեմ այս եկեղեցու վրա։ Հալելույա, միգուցե հասնես Եվրոպա։ Իհարկե, եթե ես ասեմ ով ուզում Եվրոպա գա իմ օգնականը դառնա, բոլորը կգան։ Բայց այն ժամանակ, երբ որ ես ու ձեր հովիվը քաղաքով ման ենք գալի, աղոթում ենք, չենք էլ կարա հավատայինք, որ այսքան մարդ բարձրանան այս եկեղեցու մեջ։ Ամեն, դրա համար սկսի քո հովի ձեռքերը բարձրացնելուց։ Սկսի։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Գործարակելոց առաջի գլուխ 8-րդ խոսքը ասում է, բայց դուք զորություն կառնեք, երբ հոգին ձեզ վրա կգա եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամեն, Սամարիայում եւ միջև երկրի ծայրերը։ Միջև երկրի ծայրերը դու կլինես Քրիստոսի վկան։ Եվ կվկայես ամեն օր այն բաների մասին, որ Տերը անում է։ Որ Տերը անում։ Գիտես, Տերը չի գործել։ Նա երեկ է, նա այսօր է եւ նա հավիտյան է։ Եվ նա չի փոխվել։ Հալելույա։ Փառք Տիրոջը, որ փառքը Տիրոջը ծափերով հանդերձ։ Ինչի համար ես անվանեցի, որ արթնությունը տարիք չի հարցնում։ Գիտես, անց 3 տարի առաջ ես հանդիպեցի մի քրոջը Բուլղարիայում։ Հանդիպեցի մի քրոջը ու շատ տարօրինակ հանդիպում էր։ Դե Եվրոպայում շատ անգամ է լինում, երբ որ իմանում են դու հայ ես, հովիվները երբ որ իմանում են դու հայ ես, ասում են, «Օ, մենք էլ մի հայ եկեղեցու անդամ ունենք, կուզենաս հետը ծանոթանաս», լինում է այդպես։ Շատ անգամ եղբայրների հետ ես հանդիպում կամ քույրերի հետ ես հանդիպում։ Գիտես, երբ որ ես ծանոթացա մի եղբոր հետ բուլղարացի, ինքը ասեց, ես մի հայ քրոջն եմ ճանաչում եւ ուզում եմ, որ դու իր հետ անպայման հանդիպես։ Ես հավատում եմ, որ Տերը հենց այնպես բաներ չի անում։ Ամեն։ Հալելույա։ Ու ես հանդիպեցի մեր Ջուլիա քրոջը մոտ 3 տարի առաջ, երբ որ ես հանդիպեցի, հոգին իջավ ինձ վրա։ Ոչ միայն ինձ վրա, իր վրա էլ իջավ։
ու մենք անդադար Աստծո ներկայության մեջ մի հուզիչ պահ էր, մոտ 2 ժամից ավել, կինս կողքից ասում էր քո մասին ինչ կմտածեն։ Ես մի քիչ այդ պահերին, երբ որ հոգին գալիս է, ես եվրոպական եմ դառնում։ Ինչ հետաքրքրում ով ինչ է մտածում, կարևորը ինչ է անում Տերը։ Գիտես, ես տեսա մեկին, որը ունի Աստծո հոգին, ես տեսա մեկին, որը ունի արթնություն իր սրտում, կրակ ունի, լույս ունի եւ իր տարիքը մոռացել է, հա։ Ես ուզում եմ հրավիրեմ մեր ծառայության ամենապատվավոր մարկանցից մեկին, որը Տերը բերեց եւ մենք իրար հետ միասին Տիրոջ գործն ենք անում, Տիրոջ ավետարանն ենք քարոզում եւ նա 33 տարեկան է հոգու մեջ, բայց իր ֆիզիկապես տարիքը 81 տարեկան է։ Այս տարիքը դառնա 82։ Գիտես այն հոգին, որ իր սրտի մեջ կա, երբ որ ամեն անգամ ես իր հետ հանդիպում եմ, ես հարց եմ տալի 81-ը ես եմ թե ինքը, մեկ էլ իր հետ հանդիպելուց ամաչում եմ, ասում եմ, լսի, եթե ինքն ասենց կրակ ունի, դու ինչի մասին ես մտածում։ Արթնությունը երբեք տարիք չի հարցնում։ Ջոլի Park is there. Բոլոր park-ը դերոջ։ Բոլոր park-ը դերոջ։ Դերոջմով մենք ամեն ինչ կարող ենք։ Իմ հայրենս գրնամ ասեմ գրնակ հասկանալ, բայց չի պիտի գրնամ արդա հայդել ինքս ինչ որ պետք է անգլերենով ներողամիտ կգտնակ ինտեվենզի, որտեղ շատ դարի չեմ կորզածած ասկանչելի լեզուն։ Women, I'm so behind and above, grateful to God. Ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, that I'm in this place, որ այստեղ եմ գտնվում, among you, ձեր մեջ, and I thank God եւ ես շնորհակալություն եմ հայտնում that He Աստծուն, never limits you. որ Աստված երբեք չի սահմանափակում ձեզ, It doesn't matter how old you are. եւ կապ չունի թե քանի տարեկան եք, It all depends այլ կապված է նրանից, who is in you թե ով է ձեզանում, and whom you are եւ ով եք դուք, and who you want to serve. եւ ում եք ծառայում։ So my name is Julia Chilingirian. Եվ իմ անունն է Ջուլիա Չիլինգարյան, ես հայ եմ։ That's a temporary name. Դա ուղղակի ժամանակավոր այս երկրի համար է։ One day I will have a new name. Եվ գա ժամանակ, որ ես երկնային անուն կունենամ։ That's why it's not important. Սա այդքան է կարևոր չի։ It's important who is in me. Կարևոր է թե ով եմ ես։ It's important whom I am. Ես կարևոր է թե ումն եմ ես։ It's important who you live for. Կարևոր է թե ում համար ես ապրում դու։ That's more important than Սա anything ավելի else. կարևոր է։ So I've been in the ministry for a long time. Եվ ես ծառայել եմ իրական ծառայության մեջ շատ երկար ժամանակ։ Been in 5 continents. Եվ 5 երկրամասերում եմ եղել, տարբեր ազգերի մեջ եմ ծառայել։ But I'm going to say one thing to encourage you. Բայց ես մի բան եմ ուզում ասեմ Good or քաջալերելու համար։ Good or Թե bad, լավ, թե վատ։ there's no nation like Armenia. There's no nation like Հա, Armenians. հայերի նման ազգ չկա։ No nation. No nation. Չկա հայերի No նման։ nation like Armenian. No. Չկա։ And I can say that because I can compare with all the nations. Իհարկե մենք կարող ենք համատել տարբեր So ազգերի հետ։ don't limit God. Մի սահմանափակիր Don't Աստծուն։ limit God. Մի սահմանափակիր Աստծուն։ Don't be concerned of who you are as a nation. Մի ուղակի սահմանափակվիր թե A ով ես դու nation որպես that loves ազգ։ God, Այն ազգը որ տեղ է տալիս Աստծուն։ God will be in that nation. Այն Աստված կգործի I've այդ never ազգի been միջոցով։ nationalist, Ես ոչ թե ուղղակի ինչ որ ազգայնական եմ, but I was fired up for Jesus. բայց ես կրակով վառված եմ And that Աստծո love համար։ for Jesus Եվ ես Աստծո is համար giving me to love you. այն սերը որ տվել է Հիսուսը, այդպես էլ ես սիրում եմ Without ձեզ։ the love of Jesus in your heart, Եվ այն սերը որ կա քո սրտում Աստծուց տրված, you can love anybody.
Դու կարող ես սիրել ամեն And մեկին։ you could do exploits for God. Եվ դու շատ մեծ բաներ կարող ես անել Աստծո համար։ I'm born in America, in Bulgaria, living 60 years in America. Ես ծնվել եմ Բուլղարիայում, բայց ապրել եմ մոտ 60 տարի Ամերիկայում։ Հիմա տարիքս գիտեք այլևս, Հիմա գիտեք, գրնակ խաշի բնել, բայց կարևոր չէ, կարևոր չէ։ Երբ որ ապաշխարեցա, one thing God gave me a word, leave your father's household. մի խոսք տվեց Աստված ինձ, որ Like թող Abraham. քո հոր տունը, հայրական տունը Աբրահամի նման, Leave your father's household like Abraham. ինչպես Աբրահամը թողեց I այդպես։ couldn't get that. Ես չի հասկանում դա I ոնց։ couldn't understand what it means. Ես չի հասկանում դրա իմաստը ինչպես դա պետք է արվի։ But slowly the Lord revealed to me Բայց կամաց Աստված բացեց ինձ։ that if you are called, Եթե դու կանչված ես, chosen, ընտրված ես, you must follow Him. դու պետք է հետևես նրան։ You must follow Him. Դու պետք է նրան You must հետևես։ follow Him. Դու նրան պետք է հետևես։ You must follow Him. Դու նրան պետք է հետևես։ That's your identification. Սա քո նույնականացումն է։ Նույնականացումն է։ Who you are. Թե ով ես դու։ And you follow Him. Եվ դու պետք է նրան հետևես։ We Armenians are very concerned how we look, how we talk, Մեր who thinks about հայերս մտածում ենք թե ով ինչ կմտածի, ինչ հագնենք, ինչպես պետք է who մեզ likes պահենք, me, who doesn't ով like կլա me. ով դուրը կգա, But I tell you ով է իմ one thing, դուրը գալիս։ it's not important. Դա այդքան է կարևոր չի։ As long as you love God, Այն չափով ինչքան որ դու սիրում as ես long as Աստծուն, pleasing Him, այն չափով որ դու as ծառայում long ես as նրան, He's pleased with you, it doesn't matter. դա կապ չունի։ It doesn't matter. Jesus was crucified. Հիսուսը խաչված էր։ He wasn't liked from everybody. Եվ նա նման էր They didn't շատերից։ like Him. On the contrary, they were after Him to kill Him. Շատերը նրան ուզում էին սպանեն, But He had one vision, բայց նա ուներ մեկ the տեսիլ will of the Father. հնազանդվելու հորը։ The will of the Father. If you have the will of the Father in you, Եվ եթե դու ունես քո ներսում հոր սիրտը, թե հոր կամքը, not your ոչ թե ambition. քո ցանկությունները, քո Not your ambition. ամբիցիաները, No, the will of the Father. այլ հոր կամքը։ And today I want to encourage you. Եվ ես ուզում եմ քաջալերել In քեզ, my age, նույնիսկ նայելով իմ տարիքին, I'm still serving God. ես դեռևս ծառայում And I եմ have gone Աստծուն։ through many trials and tribulations. Եվ ես անցել եմ շատ տարբեր դժվարություններ, նեղություններ։ What's your problem? Ո՞րն է քո խնդրեմը, խնդիրը։ What is your problem? Ո՞րն է քո խնդիրը։ Don't limit God. Մի սահմանափակիր Don't look at Աստծուն։ yourself. Մի նայիր ինքդ քեզ։ Look who is in you. Նայիր թե ով ես դու։ Look who called you. Նայիր թե ով է քեզ Look who կանչում։ chose you. Ով է քեզ ընտրել։ And answer His call. Եվ պատասխանի արձագանքի նրա կանչին։ Because we are all called to serve God. Որտեղ մենք բոլորս կանչված ենք Աստծուն ծառայելու։ We're not born again Մենք չենք ուղակի վերստին ծնվել, just to get to heaven. որ ուղակի երկին գնանք։ We have mission here at the Or land make- of the living. Մենք անելիք միսիա ունենք այստեղ We երկրի have վրա։ all mission here. Բոլորս միսիա ունենք Let's իրականացնելու, not առաքելություն waste ունենք։ our life. Եվ մենք չպետք է վատնենք մեր օրերը, մեր Because every կյանքը, day is important in your life. որտեղ մեր կյանքի ամեն օրը շատ կարևոր է մեզ If I համար։ look back, Եթե ես հետ the նայեմ, years are going. տարիները անցնում են։ They're gone. I cannot say I wish. Ես ուղակի I չի cannot say ասել, Yerani. ուղակի Երանի այն I ժամանակները։ cannot say that today. Ես չպետք է I just say ասեմ դա։ thank you Jesus. I did what you want me to do. Ես ուղղակի ասում եմ շնորհակալություն Հիսուս այն That you ամենի called համար, me որ and I ես did արել եմ, what you called որ me to do. դու կանչել ես ինձ I անելու thank you եւ ես for the արել եմ։ love in my heart for you. Ես սունեմ այդ սերը քո They follow նկատմամբ you. հետևելու քեզ։ I have relatives. I have my family in Australia. We have church in Australia. I've been all over. Եղել եմ տարբեր երկրներում, But see Ավստրալիայում, where I am? եկեղեցի, See where բայց I am հիմա among you. ես այստեղ եմ, ձեր մեջ։ So many years after Շատ տարիներ հետո being all over,
լինելով շատ տարբեր God տեղերում, brought me to my nation. Աստված բերեց ինձ իմ ազգի մեջ։ You could never understand that. Դու միգուցե չկարողանաս հասկանալ դա։ Never. Միգուցե չկարողանաս հասկանալ դա։ I see every face Armenian. They're beautiful. Ես տեսնում եմ այս beautiful boys. հայերի դեմքերը, տղաների, աղջիկների, որ հայ անունները։ I tell you one thing. Ես կարող եմ ասել մի բան։ Armenia have a mission. Հայերը ունեն միսիա, առաքելություն։ Armenians have a mission. Հայերը ունեն առաքելություն։ Մի սահմանափակիր Աստծուն։ Don't look at who you are. Մի նայ թե ով ես Don't look դու։ what you got. Թե ինչ ես See ստացել։ who is in you. Թե ով է քեզանում։ Who is in you. Answer Ով է the քեզանում։ call. Go for it. Գնա այն ծառայելու անելու այն ինչ որ Աստված I ասում է։ started with Abraham. I didn't know. Ես սկսեցի Աբրահամի I ասացի didn't know what he հիման։ meant when he said leave your mom and dad. Ես չի հասկանում ինչի համար էր Աբրահամին Աստված ասում եկի Աբրահամի նման թող քո ծնողական տունը։ Fire of God touched my heart. Բայց Աստծո կրակը Oh, կպավ that ինձ։ fire for him. I pray that fire to come upon you. Եվ ես ուզում եմ որ Աստծո կրակը գա ձեզ վրա։ We cannot do it. Որտեղ առանց նրա այդ կրակի մենք չենք կարող գործել։ Այդ մեծ ցանկության մենք չենք կարող գործել։ I got the spirit of God upon me. I was Եվ ես ունեմ այս Աստծո այդ հոգին իմ վրա։ And then I understood what he meant. Եվ ես հետո հասկացա թե ինչ է ասում նա։ Mark 16. Մարկոս 16 And he said, Եվ նա ասեց. go into all the world. Գնա ողջ աշխարհով մեկ։ Proclaim the gospel. Հրճակիր ավետարանը բոլոր մարմիններին, բոլոր արարածներին։ Whoever believes Ով որ հավատա will կմկրտվի be saved. եւ Whoever does կփրկվի։ not believe will be condemned. Ով որ չհավատա That's not կդատապարտվի։ my praise. For me is to proclaim the gospel. Բայց իմ մասն է հրճակել ավետարանը, տարածել ավետարանը։ And this sign will accompany those who believe. Եվ այս նշանները կհետևեն ովքեր որ կհավատան։ Իմ անունով They will cast out demons. նրանք դևեր կգշեն։ They will speak new languages. Նրանք նոր լեզուներ They will կխոսեն pick up the serpents եւ օծեր վեր կառնեն in their hands. նրանք իրենց ձեռքերում They will drink and deadly poison will not touch them. եւ նրանք թույն խմեն բայց նա չի վնասի նրանց It Եթե will not թույն է։ hurt them. դա չի վնաս չի հասցնի նրանց They will lay their hands upon the sick. եւ նրանք ձեռքեր կդնեն հիվանդների վրա I want to see that. եւ ես ուզում եմ տեսնեմ դու ուզում ես I want to տեսնես see your hands putting upon the sick and the sick. քո to be ձեռքերը healed. դրված հիվանդների վրա եւ տեսնես նրանց բժշկված տեսնել հրաշքները եւ նշաններ Աստծո փառքի համար I want to see. Ես ուզում եմ տեսնել Ես ուզում եմ տեսնել այդ նշաններ ու հրաշքներ ինչպես Աստծո եկեղեցին սկզբում But I have a news for you. բայց ես նոր խոսք It's ունեմ going ձեզ to be համար much mightier. ավելի հզոր ձևով է լինելու Much powerful. ավելի զորավոր ձևով է լինելու Much awesome. The glory ավելի of God փառավոր is ձևով է waiting լինելու upon you to որ come. այն որ Աստված ուզում է թափիկ ձեր վրա ուղղակի արթնացեք վեր կացեք The kingdom of God. եւ հրճակեք Աստծո խոսքը And go forth. ընդունեք եւ գնացեք առաջ եւ շատ կրակոտ եղեք Աստծո համար Don't look at yourself. մի նայեք ինքներդ ձեզ You can choose anything, anyone. դուք կարող եք ընտրել You will choose those that they are saying, I'm available. I'm available. եւ ուղղակի ասեք ես պատրաստ եմ Be ես available. բաց եղեք Աստծո Be համար available. բաց եղեք Աստծո Just համար be available. բաց եղեք And you will պատրաստ do. եղեք You will do. եւ դուք կանեք Exploits. մեծ Much more than you think. պայթյուններ Much more կպայթյունների than you պատճառ կան pray. Much more than you think. By ավելին կարող եք տեղի ունենալ երբ դուք աղոթեք ու գործեք եւ իրականում իմացեք թե այն թե ով է ձեզ I don't know how ավելի many զորավոր մեկը I don't know how many minutes I got, but I don't want to go over my limit. I want to be obedient, ես ուզում եմ հնասանդնել but I'm blessed բայց ես շատ օրհնված եմ being among you. լինել այստեղ ձեր I մեջ have heard about your place.
Ես լսել եմ ձեր I had այս Armenian քաղաքի մասին։ sisters in Bulgaria Ես ունեմ քույր եղբայրներ that I met them in Բուլղարիայում, Evangelical Armenian Church in Sofia. որոնց հանդիպել են Սոֆիայում, They մայրաքաղաքում were saying, Բուլղարիայի։ "Քույրսիմ էգուր գումրու դանիմ քեզի, էգուր գումրու երտանք"։ Ադիգա 25 տարի առաջ էր։ God is faithful. Աստված հավատարիմ է։ Սպասեցեք եւ պիտի լա։ Ասի դերոջը ժամանակ եկավ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ Pastor Մգրդիչին and Pastor Լիանային։ Ասկաբուրը մենք ունեցանք դերոջը գաբե։ Իրենք ինձ նույնտացուցին Հայաստանի հետ, միասին ցես հետ։ Շատ շնորհակալ եմ Pastor Մգրդիչին, դերորդն իրենց եւ շարունակենք դերոջը գամքը գադարելը։ Չեմ գանկս իր գամքը։ Amen. Amen. Be blessed abundantly and beyond of your wildest imagination. Amen. Ձեր այդ վայրի երազանքները իրականացրեք։ Հալելույա։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ այն կրակը, որ Աստված դրել է, թե Հովիվ Մկրտիչի, թե Ջուլիայի, քրոջ վրա, մենք ասում ենք մամա Ջուլիա, իրականում շատերի համար մամայություն է անում։ Ու ես հավատում եմ, որ Աստված ուզում է, որ իրականում մենք հարգենք այն տարիքը, հասկանանք, որ կան հոգևոր հասուն, ոչ միայն, ոնց որ Աստծո խոսքը ասում է վերջին ժամանակներում հայրերի սրտերը Աստված կդարձնի դեպի որդիները, որդիների սրտերը դեպի հայրերը։ Եվ Աստված ուզում է, որ մենք իրականում գիտակցենք ու հասկանանք ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր հայրերի սրտերը դեպի հոգևոր զավակները եւ հոգևոր զավակների սրտերը դեպի հոգևոր հայրերը։ Եվ երբ գալիս է միաբանություն, այդ միաբանության մեջ մեծ զորություն կա։ Եվ Աստված ուզում է իր զորությունը բաց թողի, ազատագրի։ Գիտեք, ես մի բան ուղղակի տեսա, որ շատ ուժեղ ճնշումներ շատ անգամ գալիս են մարդկանց վրա։ Ամեն մեկից վրա գալիս են տարբեր ժամանակ, տարբեր տեսակի ճնշումներ։ Եվ այդ ճնշումների տակ լինում են մարդիկ, որ առանձնանում են ու մենակ են ուզում պայքարեն։ Մենակ ուզում են հաղթահարեն այդ ամեն ճնշումները։ Բայց լինում են ժամանակներ, որ այդ ճնշումները այնքան շատ են, որ դու մենակ չես կարող։ Աստծո խոսքը հենց այնպես չի ասում, որ մեկը 1000-ին, երկուսը 10,000-ին։ Ու լինում են ժամանակներ, որ ավելին է, քան թե 1000-ը, որ դու մենակ չես կարող հաղթահարել։ Ինչքան էլ դու մտածում ես, ես այսքան տարի հավատքի մեջ եմ, այսքան տարի լավ խոսքը գիտեմ, ես հեսա կպայքարեմ, կաղոթեմ, այս կանեմ, այն կանեմ, գիտես ինչ, Աստված ուզում է, որ մենք մի կողմ դնենք հպարտությունը ու խոնարհեցնելով մեր անձը, հասկանանք, որ կարիք կա միաբանության, կարիք կա միաբանվելու, մեր քրոջ, մեր եղբոր հետ, միաբանության մեջ զորություն կա, երկուսը 10,000, չի ասում 2000, այլ 10,000, Աստված ուզում է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, կա ժամանակ, որ ճնշումների տակ գտնվելով, և դու հասկանում ես, որ Աստծո հոգին քո մեջ է, բայց լսում ես ու հնազանդվում ես, ասում ես, Տերը ուզում է, որ ես միաբանվեմ, Տերը ուզում է, որ ես հասկանամ, կան մարդիկ, որոնց հետ միաբանվելով Աստծո հզոր զորությունը կար ազատագրվի։ Եվ կան հոգևոր հայրեր, կան հոգևոր հասուն մարդիկ, որոնց հետ միաբանվելով իհարկե ես չեմ ասում դու ոչ մի բան չանես ուղղակի ուրիշների վրա գցես աղոթեք իմ համար, այս արեք, այն արեք, այլ իրականում շատ կարևոր է որ թե ամեն մեկս գիտակցենք ու հասկանանք, որ կա
պատասխանատվություն մեզ վրա նույնպես, որ մենք ինքներս էլ մեր մասը անենք։ Մենք ինքներս էլ կանգնենք, բարեխոսենք, միջնորդ կանենք շատերի համար։ Բայց նաև մանավանդ ասում եմ, կա ժամանակներ, որ այդ միաբանության մեջ Աստծո այնպիսի զորություն կար ազատագրվի։ Եվ խնդիրներ են լինում, դժվարություններ, որ դու այնպիսի ճնշման տակ ես հայտնվել։ Իմ կյանքում էլ եղել են պահեր, որ ցանկացել եմ հաղթահարել, բայց տեսել եմ չի ստացվում։ Ու գիտեք, Աստծո ոգին առաջնորդեց, որպեսզի միաբանվեն։ Ու գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ խոստովանեք իրար։ Եվ դա ոչ թե Աստվածը նրա համար, որպեսզի կաթոլիկ եկեղեցու նման գնան քահանային խոստովանեն, պատմեն, այլ Աստված ուզում է, որ դու ամենակիչը մի հոգի ընկեր ունենաս, որի հետ պատրաստվում ես քո սիրտը դատարկելու։ Իհարկե հրաշալի է, որ մենք մեր սիրտը դատարկում ենք Աստծո առաջ։ Փառք Աստծո, որ Աստված հաստատ մեզ ճիշտ կընկալի, կհասկանա։ Հավատում ես դա։ Հալելույա։ Բայց Աստված ցանկանում է, որ նաև պատրաստ լինենք խոստովանելու մարդու առաջ, բայց իհարկե կա մեծ վտանգ։ Համաձայն ես։ Որտեվ ամեն մարդ չի, որ ճիշտ ձևի կընկալի, կհասկանա եւ ճիշտ ձևի կարձագանքի։ Եվ մարդիկ կան, որոնք կարող են քո խոստովանությունը, քո ասածը օգտագործել քո դեմ։ Եվ շատ ավելի վատ կարա լինի քեզ համար, քան թե մտածում էիր։ Բայց ուրիշ է, երբ դու ունես ընկերներ։ Մենք չենք ընտրում ով լինի մեր քույրը, մեր եղբայրը։ Փառք Աստծո, այստեղ կան քույրեր, եղբայրներ, փառք Աստծո ամեն մեկիդ համար, բայց մենք ունենք ընտրություն, ընտրելու ով լինի իմ ընկերը։ Մարդ, որին կարող ես վստահել։ Գաղտնի բաներ, քո սրտի խորքից։ Եվ Աստված ուզում է, որ մենք իրականում ձեռք բերենք ընկերներ։ Եվ որոնց մենք ոչ միայն կարող ենք մեր սիրտը դատարկել, այլ միաբանվել միասին աղոթելու եւ գա ճեղքում։ Ու ես հավատում եմ ու ես տեսել եմ, թե ինչպես Աստված ճեղքում բերում ու հաղթանակ բերում, անկախ նայած թե ով ինչպիսի կախվածության, կապվածության մեջ է գտնվում, ինչպիսի նեղության մեջ է գտնվում, երբ մարդիկ փակվում են, ուզում են մենակ պայքարեն, շատ անգամ չի ստացվում այն հաջողությունը, այն հաղթանակը, բայց երբ գիտակցում հասկանում են, ես պետք է խոստովանեմ, կիսվեմ, միաբանվեմ, գտնեմ մեկին, որի հետ իրականում մեկանալով միաբան, միասին ճեղքենք։ Իհարկե, առաջինը, ամենակարևորը, մեկանանք Աստծո հետ։ Մեկ հոգի դառնանք Աստծո հետ։ Մեր սիրտը դատարկենք Աստծուն։ Եվ Աստծով առաջնորդված հասկանանք ով է այն անձնավորությունը, ում արժի մեր սիրտը նաև նրան էլ նրա առաջ բերել, դատարկել, միաբանվել եւ միաբան այդ աղոթքը կարա բերի հզոր ճեղքում։ Հալելույա։ Եվ ես հավատում եմ, երբ անձնական քո կյանքում կա հաղթանակ, հաջողություն, եւ երբ դու վկայում ես քո հաղթանակի մասին, եւ մենք հաղթում ենք մեր վկայության խոսքով, եւ Աստված ուզում է, որ մեր կյանքում շատ եւ շատ վկայության խոսքեր լինեն, որով մենք կունենանք մեծ հաղթանակներ։ Ամեն։ Ես հավատում եմ, որ Տերը իրականում ավելին ուզում անի, եւ ես ուզում եմ հնարավորություն տամ նկարտիչին, որ շարունակի Տերը օրհնի։ Հալելույա։ Հիսուսն է Տերը։ Մենք սկսեցինք հզոր աղոթքով այս ծառայությունը եւ մի մարգարեական խոսք, որ եկավ ձեր մեջ, որ քո սիրտը դառնա գլոբուս։ Ամեն։ Մի անգամ մի միսիոներ ասեց. ոնց իմանամ, ոնց գնամ, ուր գնամ։ Ասե գլոբուսը պատտացրում ատը դիր վրան, բայց նայի օվկիանոսի մեջ չընկնես։ Տերը շարժելու է քեզ։ Տերը շարժում է քեզ քո հարևանի տուն։ Տերը շարժում է քեզ քո շրջապատի մեջ։ Մի ամաչի լինել Տիրոջ վկան։ Ամեն։ Մի մտածի
Ավելի լավ է քեզ ասեն անամոթ։ Դարձի Տիրոջ անամոթը։ Ամեն։ Կծիծաղեն վարձքդ կշատանա։ Եթե քեզ ասեին, որ դու կանգնելու ես Գյումրի կենտրոնում, մարդիկ քեզ ծաղրելու են, բայց օրական 1000 եվրո գումար ես ստանալու։ Կկանգնեիր։ Թեկուզ մի քանիսը ծիծաղային։ Չէ, բայց օրական 1000 եվրոն ես էլ կկանգնեի միգուցե։ Որտեւետի Հունաստանի ամբողջ մի աշխատավարձ է։ Եվ սիրելիս այնքան եմ ուզում, որ այսօր դու այստեղից երբ որ գնաց տուն, գնաս որոշում կայացած, որ Աստված փոխում է եկեղեցու շորերը։ Աստված ունի նոր շորեր։ Աստված փոխում է քո հոգևոր շորերը։ Քեզ հագցնում է նոր շորեր։ Ամեն։ Հալելույա։ Դուք ասես, բայց իմ առաջվա այն դպրոցական իմ դպրոցական բանը, պայուստակս կամ իմ դպրոցական հանդերձը կոմունիստական էր։ Աստեղ գիրք կար թևի վրա, աստեղ Լենինի նշանը կար։ Գիտես, մենք չենք նայում հետ, մենք նայում ենք առաջ։ Միգուցե դու քո ընթացքում, ոնց որ ասեց Հովվ Արտուրը, ինչ-որ դժվարություններ ես ունեցել, ինչ-որ մեկի ծաղրանքը միգուցե քո վրա ազդել է, միգուցե ինչ-որ իրավիճակներ են ստեղծվել, որ դու ասել ես Աստված ուր է, բնչի է ինձ թողել, նա չի թողում, նա քեզ անցկացնում է, ամեն, եւ մի կարճ հայտարարություն եմ ուզում ասեմ քեզ մի խոսքին վերաբերվող, այս վերջը 3 էր մի երիտասարդ մոտիկացավ ինձ ասեց Հով խնդրում եմ ինձ համար աղոտ կարա, որովհետեւ ուզում եմ անապատս վերջանա, կանիցն են ուզում անապատը վերջանա, ողջ եկեղեցին անապատի մեջ է, Գիտես, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին, մենք կտեսնենք մի հետաքրքիր բան, որը Տերը վերջերս ինձ ցույց տվեց, անապատ քեզ տանում Աստված, միանշանակ, ինձ էլ հետը, ելքի բալանիները իր ձեռքերի մեջ է, ծով է բացում, անցկացնում, բայց մուտքի բալանիները, ավելի ճիշտ մուտքը Տիրոջն է, ելքը քոնն է։ Դու ես որոշում դուրս գաս անապատից, թե մի քիչ էլ ֆրֆրաս ընդեղս։ Հա, մտածում ես ընդեղ մանգալը ավելի հեշտ է, ավելի լավ է։ Գիտես, սիրելիս, այսօր մենք հագնում ենք նոր հանդերձներ։ Ու իմ կոչն է սրանում քեզ, որ որոշում կայացրու դուրս գալ քո անապատից։ Որոշում կայացրու, ասա, ես իմ անապատից դուրս եմ գալի, ես գնում եմ իմ խոստմունքի երկիրը։ Եկել է ժամանակը ժառանգելու։ Եկել է ժամանակը, որ ես շարանկեմ, եկել է ժամանակը, որ ես Տիրոջ հոգով շարժվեմ, եկել է ժամանակը, որ Տիրոջ հոգին շարժի ինձ։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Եթե իհարկե ես ասեմ, եթե ես հիմա ընտրեմ, ասեմ, քանիսը եթե ես անցնեմ, ընտրեմ, ասեմ, դու ով կգա ինձ հետ Եվրոպա ծառայելու, ոնց որ ասեցի, մի քանիսը մի անգամից կհամաձայնվեն առանց հարցնելու, բայց ով կգնա քո հարևանի տունը, ով կգնա քո շենքում քարոզելու, ով կգնա, մի անգամ մեկի տունը սուրճ էինք խմում, ասեց, լսի, ասեց, ինչ հավատացյալներ եք դուք, ինչ է, ասեց, դուք կոֆեի բաժակ չեք նայում, ասի ով ասեց չենք նայում, ասեց նայում եք, ասի դուր եսա նայում, վերցեցի կոֆեի բաժակը, ասի 3 կետից, եթե չափ աշխարհես, 3 օր է, թե 3 ամիս է չգիտեմ, բայց դու դժոխք ես գնալու։ Հիմա ասա, ինձանից ավելի լավ նայող կլինի։ 3 կետից, սիրտն էլ ծակեցի, ասես օրա քո օրը։ Սիրելիս, այնքան կարևոր է, որ ես ու դու հավատանք, որ մենք ունենք զորություն։ Ես հիմա ուզում եմ, որ մենք մեր թմով աղոթենք
աղոթենք այն մարդկանց համար, երկու կոչ եմ անելու։ Չգաս այստեղ հենց այնց։ Ես գիտեմ, երբ որ քարոզիչը եկեղեցում կոչ է անում, կանգնացնել չի լինում։ Մի անգամ կոչ արեցի, ասի, ով որ ուռուս կունի, թող առաջ գա, որ մենք աղոթելու ենք, ես եկեղեցին առաջ եկա։ Հետո հարցրեցի, ասի, դու ուռուս կունես, եղբայր, ասես չէ, սմինջես եկել։ Եկի իրար հետ այսօր ունենանք այդ հնազանդությունը Տիրոջ առաջ։ Ես ուզում եմ, որ մենք հիմա աղոթենք այն մարդկանց համար, ում հոգևոր արագությունը դանդաղել է եւ միգուցե քեզ կանգնացրել են։ Գայշնիկը քաշել ասել է, հլար ես Եսուր։ Չէ՞։ Միգուցե դու կանգնել ես։ Միգուցե դու այն առաջվա սերը չունել։ Հայտնություն 2-րդ գլխի 3-րդ խոսքում ասում է ես գիտեմ դու ով ես։ Գիտես Տերը չի ասում դու վատն ես, ասում է ես գիտեմ քո ձգտումը, ես գիտեմ քո սերը, գովասանք է տալիս։ Բայց ասում եմ մի հատ այդ գովասանքի մեջ մի հատ փոքր բան կա, որ դու քո առաջվա սերը, հələ հիշեն փափագը, այն ձգտումը, աղոթքի եմ գնում, տնային խմբակ եմ ուզում ունենամ։ Գիտես այդ փափագը կորցրել ես։ Եթե դու այսօր այդ մարդն ես, որ քո փափագդ կորցրել ես, որ քո ձգտումդ կորցրել ես, որ քո աղոթքներդ կորցրել ես, որ հարևանիդ բաժակ էլ չես նայում, որ ապաշխարի, երբ որ դու էլ Քրիստոսի անունը քեզանից վեր չես դասել, որովհետև մի փոքր կրակդ հանգել է, ուզում եմ, որ դու այսօր առաջ գաս։ Խնդրում եմ, մեկը թող գա նվագիով նվագում ես դաշնամուրի վրա, հա։ Ես ուզում եմ, որ դու առաջ գաս։ Ուզում ես նստած մնա, ուզում ես կանգնի, մենք աղոթելու ենք այս ընթացքում։ Երկրորդ կոչը, որ ուզում եմ անեմ, մենք աղոթելու ենք հիվանդների համար։ Մենք աղոթելու ենք հիվանդների համար, որ ես հավատում եմ, որ այսօր քո օրն է, որ դու բժշկված գնաս։ Ես մի օր հարցրեցի Տիրոջ, ասեցի Տեր, ո՞նց լինեմ քո վկան։ Ասեց ամեն օր ես հրաշքների Աստված եմ։ Ամեն օր եմ հրաշքների Աստված, երեք չեմ, ամեն օր եմ հրաշքների Աստված, ամեն օր թարմ վկայություն պիտի տաս իմ մասին, ոչ թե երեկվա վկայությունը, թարմ վկայություն, ամեն, դրա համար մենք աղոթելու ենք երկու բանի համար, եթե դու այսօր կորցրել ես քո սերը առաջվա, այդ փափագը չունես, կամ ամաչեցիր միտեղ, կամ դանդաղեցիր, Միջև որ քույրը նվագում է, գիտես, մեր մի օր բարձրացել է թթի ծառը թութ է ուտում, շատ եմ սիրում թութ։ Եվ Տերը ցույց տվեց մեր հարևանուհուն։ Ասեց, գնա աղոթի համար։ Ամոթից հայ ծառից ընկնեի։ Ասի չէ։ Ի աղջիկ իմ դասընկերուհին էր։ Ասի չէ, ինչ մտածեն իմ մասին։ Գիտես, ամոթը խեղդեց։ Չէ, ես չէ, բայց ես կխնդրեմ, հովիվը կգա, մեկը կգա, մի լուրջ մարդ։ Ես այդքան լուրջ չեմ, բայց Տերը ինձ էր ասել։ Թութուտելուց։ Չգնացի։ Գիտես, եթե միտեղ դու անհնազանդ ես, պտույտ ես տալու։ Անցած տարիներ գնացի Էստոնիա Աստվածաշնչյան դպրոց, հետո եկա կյանքի խոս եկեղեցին, արդեն ծառայող էի, նոր հաշնի եկեղեցու հովիվն էի, եթե չեմ սխալվում։ Մի օր գնում եմ եղբորս տուն, ասեց գիտես, որ մեր հարևանուհին մահամերձ է։ Ասի ոնց։ Ասեց հա։ Ասեց գիտես ամենատարօրինակը որն է։ Ասի որը։ Ասեց քեզ է սպասում։ Գիտես ինչքան մարդիկ կան, որ քեզ են սպասում։ Ասի պետքա գնանք։ Երբ որ գնացինք, գիտես, սովորաբար մահացող մարդու անկողինը դնում են սենյակի մեջտեղը։ Ու այդ ժամանակ ավելի շատ մարդ կար։ Այդտեղ բոլոր հարևանությունը, որտեղ ժամանակ էին տվել, որ մի քանի ժամից կմահանա։ Աչքերը կույր էր, չէր տեսնում։ Երբ որ ես ներս մտա, ձեռքը բռնեցի, ասեց,
եկար։ Նա չգիտեր ես ով եմ։ Չէին ասել ով է եկել, հենց ձեռքը բռնեցին, ասեց եկար, ես քեզ սպասում էի։ Սիրելիս մի անտեսի Աստծո հոգու շարժին։ Մենք աղոթեցինք, Տերը այցելեց, չէր կարողանում ներեց, այդ իրավիճակից դուրս եկավ։ Մոտ մի ամիս շատ լավ վիճակի մեջ էր։ Հետո Տերը երկինք տարավ իրան, ապացուցելով բոլորին, որ ինքը կենդանի Աստված է։ Մի բաց թող այն, ինչ որ այսօր Տերը խոսում է քո հետ։ Հիշում եք Բարի Սամարացու աղոթքը, առակը, երբ որ Տերը պատմեց։ Ես ապրել եմ այդ առակը։ Ես եղել եմ այդ փարիսեցին, այդ քահանան։ Աբովյան քաղաքի եկեղեցու հովիվն էին։ Մի օր գնում էի ավակների ծառայության։ Այդ կանգառում մի ռուս կին կար։ Չգիտեմ, միգուցե լավ կյանքով չէր ապրում։ Կանգնած ծխում էր, ավլում էր այդ տարիքով կին էր։ Տեր ասեց, գնա ասա իրան, որ ես իրան սիրում եմ։ Ես իրան չեմ մոռացել։ Ես ասեցի, այսքան տղամարդկանց մեջ իմ մասին ինչ կմտածեն։ Լավ է, չէ, երբ որ մենք մեր անձը ցածրացնում ենք։ Որտեւ ես ու դու նույն իրավիճակների մեջ կարանք հայտնվենք։ Ասի մասին ինչ կմտածեն։ Տեր ասի, ես չեմ գնա, բայց քույրիկներից մեկին կխնդրեմ, որ անպայման գնա։ Ծառայությունից եկա, զանգեցի օգնական քույրիկներից մեկին, ասի խնդրում եմ, այցելի այդ կնոջը, աղոթի, որ ինքը Տիրոջը ճանաչի։ Մի օր գիշերը Տերը ինձ արտասնում է։ Ես քեզ ասեցի գնա։ Առավոտյան ես հենց արթնացած զանգեցի այդ քրոջ, ասի գնացիր, բայ հովիվ ջան, գործով ընկա, բայց խոսք եմ տալի, այսօր անպայման կգնամ։ Երեքշաբթի օր էր, ավակների ծառայության էի գնալու։ Երբ որ եկա նստեցի այդ մարշրուտկան, այդ տաքսիներ էին գնում գալիս, վարորդն ասեց, այ մարդ, ում ինչ էր արել այս կինը, ինչ կին։ Ասեց, այն ռուս կինը, հիշում ես, այնտեղ ավել էր անում։ Սի հա, ասեց ինչ-որ մեկը կցել է յան գնացքի տակ։ Սիրելիս, մենք պատգամ ունենք Տիրոջից, երբ որ դու ամաչում ես, սատանան հարվածում է։ Ինչ-որ մեկի կյանքը այսօր կախված է, հավիտենությունը, պատկերացնում ես, մեկի հավիտենությունը կախված է քո բերանի խոսքից։ Իսկ քո հոր թշնամին ամեն բան անում է, որ դու բերանը չբացես, որովհետև բացեցիր կյանքի ջրերը գալու են։ Հենց բացեցիր Սուրբ Հոգին գործելու է։ Հենց բացեցիր մեկի փրկությունը շուրթերիդ վրա է։ Այսօր եկեղեցի դու հենց այնպես չես բարձրանում այստեղ զալ ունենալու համար, կոմֆորտիկ տեղ նստելու համար, կոմֆորտիկ իրավիճակներում հայտնվելու համար, հայտնի դառնալու համար։ Դու դրա համար չես, դու նրա համար ես, որ նրա վկան լինես, և այսօր քո որոշումը դրանում է կայանում, դու նրա վկան կլինես ամեն օր, մինչև վերջի շունչդ, դու նրա վկան կլինես, թե ոչ։